Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսի, ամենալարված ու հետաքրքիր սերիաներն են դեռ առջևում, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, իսկ զարգացումները լի են լինելու անակնկալներով։ Լեան ու Լեոն հունանի թեթև ձեռքով բաժանվել են ու երկուսն էլ տանջվում են առանց մեկը մյուսի։ Բայց երջանիկ չէ նաև Մանանը, ով դեմ գնաց իր ընտանիքին ու որոշեց Գրիշոյի հետ ապրել։ Գրիշոն նրան հետաքրքիր անակնկալ էր պատրաստել և բնականաբար Գրիշոն ստեղծված չէր միայն Մանանի համար, նա կյանքի հաճույքներ էր փնտրում այլ կանանց ու աղջիկների մեջ, բայց Գրիշոյին էլ Մանանը հաստատ անակնկալ է պատրաստել, որի մասին հեռուստադիտողները կտեղեկանան շատ շուտով։ Դե ինչ, եթե ցանկանում եք իմանալ ինչ է կատարվել իրականում հեռուստասերիալի հետագա սերիաներում և Դիանա Գրիգորյանն ինչ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել նաև փախուստ մանկությունից հեռուստասերիալի մասին, ապա մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութը մինչև վերջ, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը, գրեք, թե դուք էլ եք կարծում, որ Մանանը հղի է, թե ոչ։ Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Շատ կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնալ։ Մեր հասարակության վերաբերմունքը կենդանիներին, առհասարակ։ Ես զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ այլ երկրներում, Եվրոպայում, նահանգներում, երբ մարդիկ իրենց կենդանիների հետ մտնում են խանութ, մտնում են յուրաքանչյուր վայր, միտք անգամ, որ կարելի է արգելել, իրենք անգամ միտք չունեն, որ արգելված է կենդանիների հետ նման վայր մտնել, չկա նման միտք, դա բացառված բան է, ես ապշում եմ, ու այն էլ ինչ խանութներ են մտնում իդեպ կենդանիների հետ, ինչ խանութներ են մտնում, ինչ տեղեր են գնում, մեր երկրում հաստատ չկան տենց խանութներ ու տենց վայրեր, մեր երկրում սովորական հասարակ, փնթի, մթերային խանութ կամ սուպերմարկետ մտնում ես շանել, արգելված է, կամ փողոցով գնում ես ու տեսնում ես, որ շանը գցել են մեքենայի տակ, ու այդպես շունը տենց մնում է մինչև բսկտվում, ասենք իս ինչ վերաբերմունք է, ես իսկապես չեմ կարողանում հասկանալ այն մարդուն, ով կարող է կենդանուն գցել մեքենայի տակ ու հետո տենց թողնել, մինչև այնքան վրայով կանցնեն, կբսկտվի կգնա, ասենք այդ ինչ վերաբերմունք է, ես ապշում եմ այս հասարակության վրա, իսկապես ապշում եմ, չգիտեմ վերանայեք ձեզ, իսկապես վերանայեք ձեզ, որովհետև հիմա մեկ այլ թեմայի մասին խոսենք, հունիսի 1-ին Պան Արմենյանի յութուբյան ալիքով մեկնարկեց նոր ձևաչափով հեռուստասերիալ, 24 մասից բաղկացած, 10 րոպե տևողությամբ, շատ մեկնաբանություններ եմ լսել, շատ կարճ է, չենք կարողանում հագենալ, մի փոքր երկար անեիք, ինչու է սերիալների տևողությունը կարճ, երկար ենք անում, ինչու եք այսքան երկար անում, ինչ ձգձգում, 16 սարի տեսեք ուրիշները ոնց են անում, կողմնորոշվեք ժողովուրդ, կողմնորոշվեք էլի, կողմնորոշվեք և խնդրում եմ, ինձ այդ 16 ու 20 մասերի տեղը ցույց մի տվեք, վաղուց գիտեմ և վաղուց արել եմ, գիտեք երբ եմ արել 20 մաս 16 մասից բաղկացած հեռուստասերիալ, 10 տարի առաջ, 10 չէ, 10, շատերը չգիտեն դրա մասին, և անընդհատ ինչ-որ ցույց են տալիս, ինչ-որ մարդիկ էլ, որ 20 մասեր են անում, սկսում են անպագորգոր խոսել, որ տեսեք մենք նման բաներ ենք անում, հետո արեք, լավ եք անում, ողջունելի է, որ աշխատում եք առհասարակ, ստեղծագործում եք առհասարակ, շատ ողջունելի է, շատ ավելի ողջունելի կլինի, որ ձեր միտքը գործածեք, շատ ավելի ողջունելի կլինի,
Գրքեր շատ կարդացեք, պաշարը ավելացրեք եւ ստեղծագործեք։ Ուրիշներից մի վերցրեք։ Բայց եթե անգամ վերցնում եք եւ կարողանում եք գեղեցիկ սկուտեղով մատուցել, լավ եք անում։ Բայց մի ասեք էլի, որ մենք սենց, որ մենք նենց, լավ եք անում, արեք։ Մենք այդ մի խոսքով, աշխատելը լավ բան է, շատ ողջունելի է, բայց խնդրում եմ յուրաքանչյուր ձեր արցուրց մի փորձեք ներկայացնել այնպես, կարծես թե դուք այլ սկուտեղով եք այդ ամենը մատուցում, վաղուց մատուցվել են նմանատիպ բաներ, փորձեք անել, փորձեք լավ անել, ով է ասում ինչ-որ բան, բայց խորհուրդներ մի տվեք էլի, թե ով ինչ անի, որովհետև կա անցած խորհուրդներ մի տվեք էլի, թե ով ինչ անի, որովհետև կա անցած ճանապարհ, կա ծավալած գործունեության մի մեծ պատմություն, կա անցած շատ դժվար տատասկներով լի ճանապարհ։ Գիտեմ, որ շատ բառեր գուցե անհասկանալի են ձեզ համար, այսօր հեշտ է բառերի բացատրություն գտնել, առհասարակ, լավ օր ձեզ։